բավարար չափով չենք բարձրաձայնել, չենք ապրել, չենք նվիրել մեզ։ Արցախի կորուստից հետո պետք է շատ ավելին աշխատել։ Գիտեք ով է պարտվում, ով առաջինն է հոգնում։ Եվ մենք չպետք է հոգնենք այս պայքարից, պայքարը հավերժ է։ Ես ցանկանում եմ դիտել Խաչմաչից անհավանական հեռուներ հայացքը դուղելով Քիրսին եւ այսպես վարակիլերների վարակույրներին պարտությունները մարդուն չպետք է կոտրեն, չպետք է մարդ վհատվի, տկարանա։ Ջիվան, հունցեք։ Պարքաստը։ Հազիծ ես Հայաստանում փռնեցրալ ենք, կարծում Արցախ TV-ի հետևորդներին շատ ասելիք ունիք։ Այո, միանշանակ եւ ոչ միայն ասելիք ունեմ Արցախ TV-ի հետևորդներին, այլ նաեւ հորդորելու եւ խնդրելու, որ հետևեն, որ մասը լինեն, որ աջակցեն, որովհետեւ առավել քան հիմա Արցախի հերոստատեսությունը մարդկանց բազմասփյուր հայության աջակցությունը ունի։ Ինձ համար Արցախ TV-ն ոչ միայն սահմանափակում է լրատվամիջոց լինելով, այլ դա իրականում կարող եմ հանգիստ ասել, որ իմ տունն է, որովհետև հենց առաջին աշխատավայրն է եղել հերոստատեսության, կինոյի ասպարեզում սկսյալ։ Ես էլ առիթից օգտվելով հիշեցնեմ մեր հետևորդներին, որ որպեսզի Արցախ TV-ն շարունակի իր աշխատանքը, անհրաժեշտ է յուրաքանչյուրի աջակցությունը, որովհետև Արցախ TV-ի միջոցով մենք խոսելու ենք, պատմելու ենք Արցախի մասին, խոսելու ենք արցախցիների հետ, ներկայացնելու ենք Արցախը։ Արցախ TV-ն իսկապես շատ մեծ միսիա ունի կատարելու եւ ես գիտեմ, որ մենակ չի կարող։ Արցախ TV-ն պետք է ունենա իր հետևորդներին, նվիրյալներին, նվիրատուներին, իսկապես ես կուզենամ եւ խնդրում եմ, որ լավագույնս յուրաքանչյուր ոք մաս կազմի։ Կարևոր է, որ Արցախ TV-ն հիմա պատմի Արցախի մասին, պատմի ինքնության մասին, պահի լեզուն, չթողնի, որ մոռացության մատնվի այն ինչ ունեցել ենք եւ որպեսզի կարողանանք ապագան նաեւ կառուցել այն հիշողության, այն ձեռքբերումների, այն եղածի վրա եւս։ Վաղուց է Ջիվան հարցազրույց չեք տալիս։ Լռել եք, երբ սկսվել է Արցախի պաշարումը։ Կարծում եք, որ խոսելն անիմաստ էր, թե պարզապես տրամադրության հարց էր։ Իրականում եւ տրամադրության հարց կար եւ պաշարումից հետո խոսելը ինձ համար կարծես դարձավ ոչ առաջնային, երկրորդական, իսկ ոչ երրորդական, որովհետեւ ավելին պետք է գործենք եւ մենք միշտ գործել ենք, մենք մեր թիմով լավագույնս փորձել ենք անել տարիներ շարունակ, բայց պաշարումի օրերից սկսյալ գրեթե իսկապես ամեն վայրկյան գիշեր թե ցերեկ աշխարհի յուրաքանչյուր անկյունում եւ արևը ծագել է, մենք փորձել ենք աշխատել։ Իհարկե, աշխատել ենք մեր ֆիլմերի վրա, փորձելով տարածել մեր ֆիլմերը, փորձելով ստեղծել ավելին։ Այո, լռել եմ ոչ թե ներփակվելով իմ մեջ, մոռացության մատնելով կամ ասելիք չունենալու պատճառով, այլ նաև դառնությունից դառնացել եմ, որովհետև ցավալի է այդ փաստը ընդունել, որ հազարամյակներով կարող է հայությունը, հայ ժողովուրդը ապրել իր հողի վրա, պատմական հայրենիքում եւ հանկարծ կարող է ինչ-ինչ հանգամանքներից ելնելով դեպորտացվել։ Եթե Արցախում չանցնեին ձեր մանկությունն ու պատանեկությունը, հնարավոր է, որ այսօր կինոյի աշխարհում չլինեք։ Ձեր բոլոր ֆիլմերը Արցախի մասին են։ Ես վստահ եմ, որ կինոյի աշխարհում կլինեի եւ առավել քան վստահ եմ, որ եթե նույնիսկ ես Արցախում իմ մանկությունը, պատանեկությունը չապրեի, միևնույն է ես կխոսեի հայության համար, արցախայության համար կարևորագույն հարցերի մասին եւ կանդրադառնայի Արցախին, որովհետեւ իմ ուժի, իմ ամբողջ զորության հիմքերը գալիս են հողից, որտեղ ես իմ մանկությունն ու պատանեկություն կյանքն եմ ապրել, բայց գիտակցությունս թելադրում է, որ ես այսօր այո խոսեմ շեշտադրելով այն հանգամանքը, այն փաստերը, այն եղելությունը
փորձեմ պատմել ամբողջ աշխարհում ինչ կատարվել է մեզ հետ։ Ես կարծում եմ, որ կլինեի կինոռեժիսոր եւ այնուամենայնիվ միանշանակ կանդրադառնայի Արցախին։ Իսկ որքանով եք դուք ներկա ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմերում։ Ի նկատի ունեմ ձեր անձնական պատմությունը կա այնտեղ։ Գրեթե բոլոր ֆիլմերում Ջիվան Ավետիսյանը ներկա է, որովհետեւ անկախ նրանից, թե ես կվերցնեմ պատմությունը, եղելությունը, դեպքերը իմ հետ կատարված կամ իմ ընկերոջից կամ իմ հուշերի վրա հիմնվելով, բայց դա իմ տեսակետն է, դա իմ մեկնաբանությունն է, դա իմ աշխարհայացքն է, եւ ես փորձում եմ այդպես խոսել, տվյալ տեսանկյունից մեկնել պատմությունը։ Իրապես եւ այդպես եմ ես ներկա, եւ ներկա եմ ոչ միայն ես, այլ նաեւ ինձ շրջապատող շատ մարդիկ Արցախում, այլ նաև ներկայությունը ավելին քան հիշողության կամ վերապրումի տեսքով է, որովհետև մեր ֆիլմերում մենք փորձում ենք բերել, էկրանավորել սոսկ եղելությունը։ Իսկ ես ինքս նաև դրա մասն եմ ի վերջո, մասը ընդհանրական իմաստով։ Ցանկացած հայի հետ Արցախում ծնված մեծացած հայի պատմություն ես համարում եմ իմը։ Ես սիրում եմ լուր աշխատել, ձեր խոսքերն են։ Այսօր դա հաջողվում է։ Ես լուր եմ աշխատում։ Գուցե շատերին թվա թե ես շատ հարցազրույցներ եմ ունենում, շատ ակտիվ եմ սոցցանցերում, բայց դա աննշմարելի մասն է մեր կատարած աշխատանքի։ Մենք մեր թիմով շատ ավելին ենք անում, քան խոսում ենք։ Եվ որքան էլ որ փորձում ենք ակտիվ լինել սոցցանցերում, լրատվական դաշտում, խոսել, պատմել Արցախի մասին, տարբեր փառատոների մասնակցության մասին, շուկաներում մեր պրոյեկտը ներկայացնելու մասին, բայց կատարված աշխատանքին համեմատ դա մեծ լռություն է։ Գրասենյակի այսպես ճակերտյալ լոզունգը, նշանաբանը նա է, որ միայն ու միայն մեծ երազանք ունեցող մարդկանց հանձնում դռները բաց են բոլորի համար, բայց կարևոր պայմանը, որ պետք է ունենաս շատ մեծ երազանք եւ երկրորդը պետք է լինես անհավանական համար, որ պայքարես այդ երազանքի համար։ Այսպես մեր համես գրասենյակը։ Խոսենք վերածնվածը ֆիլմից։ Ֆիլմի դերասանական կազմում հիմնականում արտասահմանյան հանրաճանաչ դերասաններ են։ Ձեր կարծիքով դերասանները կարողացան փոխանցել այն ապրումները, որոնք գուցեև հատուկ են մեր ժողովրդին։ Ես կասեի այո, բայց կմանրամասնեի, որովհետև այդ դերասանների հետ վերածնվածը ֆիլմի թե հայ դերասանների եւ թե նաեւ օտար եւ թե նաեւ այլ երկրներում ապրող հայերի հետ մեր թիմը, մենք բոլորս շատ երկարատև ու մանրակրկիտ ստեղծագործական աշխատանք ենք ունեցել։ Ցավալիորեն պետք է ասեմ, որ 5 տարիների ընթացքում ստեղծվող վերածնվածը ֆիլմին զուգահեռ հայ ժողովուրդը, արցախահայությունն այդ թվում, ապրել են շատ ու շատ ծանր օրեր։ Եվ դերասաններ ունենք, որոնք որ ամեն անգամ նոր թարմացումների հետ ոչ միայն տեղեկացել են սցենարի, պրոյեկտի առաջխաղացման գործընթացին, այլ նաև տեղեկացել են հայ ժողովրդի հետ կատարվող ողբերգությանը։ Երկու զուգահեռներով է պատմությունը ընթանում, հիմնականում երկու զուգահեռներով Հայաստանում կատարվող դեպքերը եւ Եվրոպայում եւ ունենք փոքր բաժին Իսլանդիայում եւ նաեւ Երուսաղեմում, այս տարիների ընթացքում շատ հայտնի նշանավոր դերասաններ, ում մասին խոսեցիք, տեղեկացել են հենց այդ ողբերգությանը եւ փաստացի մի ողբերգություն, որը որ կողքով չի անցել ինձ կամ մեզ, այլ ուղղակի մեջն ենք եղել։ Ես, իմ ընտանիքը, իմ հարազատները եւ մի ողջ ժողովուրդ։ Վերածնվածը ֆիլմում բոլորովին փաստացի այլ է եղել։ Ժամանակը եւ կատարվող քաղաքական վայրիվերումները, կորուստները նաև իրենց դերն են խաղացել եւ հաճախ դերասանները ինձ գրել են ասելով, որ
ինչ կարող ենք անել քեզ համար, քո ընտանիքի համար, ինչ կարող ենք անել ընդհանրապես արցախահայության համար։ Ես նստած Եվրոպայի կենտրոնում կամ հեռավոր Ամերիկայում ու ես չգիտեմ թե ինչ անել։ Ես ուզում եմ աղաղակել, բայց ես ինձ անզոր եմ զգում, որովհետև ես հասկանում եմ, որ կատարվում է մեծ մարդկային ողբերգություն ու ես ուղղակիորեն ոչ թե դրա մասին տեղեկանում եմ 100 տարի անց, այլ հենց հիմա ու ոչինչ չեմ կարողանում անել։ Այո, դուք միշտ կինոյի միջոցով փորձել եք Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնել աշխարհին։ Աշխարհը կարծես հետաքրքրված է, բայց միայն խոսքով։ Ձեզ չի հաջողվում բավականաչափ աղմուկ բարձրացնել։ Այո, վերածնվածը ֆիլմը դրա մասին է խոսում։ Ի վերջո վերածնվածը ֆիլմում իրենց մարդկային դրաման ողբերգություն են ապրում ոչ միայն նրանք, ովքեր Արցախում են, ոչ միայն նրանք, որ Արցախ են եկել մասը լինելու այդ հայության առջև ծանրացած խնդրին, այլ նաև իրենց դրաման են ապրում նրանք, ովքեր որ թե հեռվում են գտնվում եւ ոչինչ անել չեն կարող։ Իրենց ողբերգություն են ապրում նրանք, որ հեռվում են գտնվում եւ անտարբեր են։ Ի վերջո անտարբերությունն էլ դա մեղք է։ Ի վերջո անտարբերությունն էլ դա ինչ որ ձև վճիռ է, որ դու կայացնում ես մեկ մարդու կամ ողջ ժողովրդի հանդեպ կատարվող դեպքերին։ Եվ վերածնվածը ֆիլմը փորձում է ամբողջացնել, տալ պատասխանը ոչ միայն կատարված դեպքերի Արցախում, այլ նաև ամբողջ աշխարհում, անմասն չթողելով Երուսաղեմում ապրող մարդկանց, թե հեռավոր Իսլանդիայում, թե Եվրոպայում եւ թե բնականաբար Արցախում։ Ինչու հնարավոր չի եղել լավագույնս տարիների ընթացքում իրազեկել ֆիլմի միջոցով, ես իմ ֆիլմերով նախքին 3 ֆիլմերով դա եղել է մեկ կաթիլ մեծ օվկիանոսում, որովհետև յուրաքանչյուրս մեր արվեստի, մեր գործի միջոցով մենք պետք է ծառայենք, առավոտ պետք է արթնանանք եւ ասենք ես այսօր գնամ իմ աշխատանքին, լավագույնը կանեմ իմ որդու, իմ դստրեր, իմ ընտանիքի համար, բայց կապրեմ հանուն Արցախի։ Մենք բավարար չափով չենք բարձրաձայնել, չենք ապրել, չենք նվիրել մեզ։ Գնացել ենք ազնվազորության, շատ հազարավոր լուսահոգի մարդիկ, երիտասարդներ, բայց այնուամենայնիվ ապրելակերպ չի եղել նվիրել քեզ Արցախին։ Եվ դուք այսօր համագործակցելով միջազգային այդ կինոգործիչների հետ հայկական թեմայով այդ ֆիլմերը, այսինքն միջազգային հարթակ հանելու խնդիրն եք փորձում լուծել, թե պարզապես կադրերի պակասն է։ Ես փորձում եմ անել անհնարինը։ Առանց մեծամտության, առանց մեծ խոսքեր ասելու, մենք փորձում ենք փոքրիկ լոկալ տարածքում կատարվող դեպքերը, կոնֆլիկտը հայկական ներկայացնել մի այնպիսի ոսպնյակի միջոցով, որ համամարտկային տեսք ու արժեք ստանա։ Շատ կոպիտ կարող է հնչել, բայց աշխարհում սիրում են դիտել կամ իրականացնել, պատրաստել ֆիլմեր, որոնց մասին, որ այն թեմաների շուրջ, որոնց մասին խոսում է CNN-ը կամ BBC-ն ամեն օր, որպեսզի հնարավոր համացած ունենան։ Ցավոք մեր մասին բավականաչափ չի խոսվել ընդհատումներով որոշակի պատերազմի օրերին, բայց եղել է համատարած դադար եւ թեման փաստացի կարող է նաեւ հետաքրքիր չլինել, բայց ի վերջո մարդկային հատ անց առ անց հանդիպումների արդյունքում հնարավոր է դառնում գտնել այն չկորսված տեսակին աշխարհայողության անկյունում, որը պատրաստ է մասը լինել։ Եվ հավատացեք, այդպիսի մարդիկ շատ կան։ Մարդիկ ուղղակի պետքա մեծ կրակի համար փոքրիկ կայծ կարող է սպասել եւ կարող է այդ կայծը դու լինել մեծ բռնակումի համար։ Վերջնական արդյունքում փաստորեն միայն ես իմ դեմքով չեմ պատմում Արցախի մասին, այլ տասնյակ այլ օտար ստեղծագործողներ են մասը այդ մեծ ֆիլմի։ Դա շատ կարևոր է, բայց յուրաքանչյուր անց անցնում այդ մեծ ճամփորդությունը մեզ հետ ընկալելու, հասկանալու կոնֆլիկտի ողջ էությունը, որ անձնապես ցանկանա եւ ունենա այդ կամքը մասը կազմելու։ Հիմա ինչ ֆիլմի վրա է աշխատում Ջիվան Ավետիսյանը, ո՞րն է լինելու նրա ասելիքը։ Հիմա վերածնվածը ֆիլմը գտնվում է հետարտադրական փուլում,
գունաշտկման աշխատանքները կատարվում են եվրոպական մեկ այլ երկրում, հատուկ էֆեկտները մեկ այլ, ձայնը մեկ այլ, իսկ դրան զուգահեռ մենք նաև ոչ հիմա նաև տարիներ առաջ մենք սկիզբ ենք դրել զարգացման տարբեր ծրագրերի, տարբեր ֆիլմերի, որոնցից 20-20-ի հրեշտակները, որ հիմա փորձում ենք սկսել նախարտադրական փուլը եւ ամբողջ ուժերով գնալ նկարանումների հաջորդ տարի պատմում է 20 թվականի պատերազմի ժամանակ մասնակից բժիշկների մասին։ Օր առ օր աշխատում ենք կատարելության տանելով, հանդիպելով բժիշկների հետ, ամբողջ պատմությունը կառուցելով եղած իրական դեպքերի վրա։ Այն ինչ որ ես տեսա պատերազմի ժամանակ 20 թվականի բժիշկների կողմից արված աշխատանքը յուրաքանչյուր բժիշկ արժանի էր, որ իր մասին ֆիլմ լինի։ Եվ հարյուրավորներ են հաստատի այդ մարդիկ։ Այդ օրերից դուք ունեք կադրեր, նույն այդ ֆիլմում տեղ կգտնեն կադրերը։ Այո, նույն այդ ֆիլմում ունենալու ենք, օգտագործել ենք իրական արված վիդեոներ, ֆոտոներ, որոնք որ կկիրառվեն ֆիլմի ընթացքում թե իմ կողմից արված եւ թե մեկ այլ բժշկի կամ այլ գործընկերոջ կողմից արված։ Իսկ Արցախի կորստից հետո Արցախի մասին ֆիլմեր նկարելու անհրաժեշտությունը կամ ցանկությունն ավելի շատ է։ Արցախի կորստից հետո պետք է շատ ավելին աշխատել։ Պետք է գիշեր-ցերեկ աշխատել, վարակել մարդկանց քո գաղափարներով, ներգրավել, բախել բոլոր դռները փակ թե բաց, պետք է մեկ հոգի չի կարող ոչինչ հասնել, պետք է համախմբել առաջի հերթին եւ ես փորձում եմ նախ եւ առաջ համախմբել բոլոր բժիշկներին, բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր որ ունեն այդ փիլիսոփայություն, թե մեծ ֆիլմ ստեղծելու եւ թե խոսելու բժիշկների կատարված անհավանական աշխատանքի մասին։ Ես վստահ եմ դրանում, որ ես իմ ֆիլմերի միջոցով մեկ այլը իր աշխատանքի, բայց յուրաքանչյուր երբ ձգտում ենք կատարելության, ձգտում ենք ոչ թե ուղղակի անել մի բան, որ իմաստավորենք սոս մեր երկրային կյանքը, այլ բան փոխել շատ ավելին աշխարհում ամեն վայրկյան բան փոխել։ Գիտեք ով է պարտվում, ով առաջինն է հոգնում, եւ մենք չպետք է հոգնենք այս պայքարից, պայքարը հավերժ է, իսկ ով ասեց, որ մեզ քյութերի վրա մատուցելու են այն ամենը, ինչ որ մենք ցանկանում ենք ունենալ։ Ես կարծում եմ, որ պետք է ռուսների միջոցով, խելքով, գործով այդ ամենը հաջողել։ Ձեր ֆիլմերը ձեզանից առաջ են ճամփորդում, դա քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Այո, մենք աշխատում ենք գիշեր-ցերեկ, բայց ես կասեի, որ Աստծո օրհնության, Աստծո կամքի, մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել Աստծուն, որովհետև իմ խորին համոզմամբ մարդ առանց Աստծո ոչինչ չէ, բայց դա չի նշանակում, որ մարդ պետք է լինի ծույլ եւ ասել, որ Աստված ամեն ինչ կհոգա։ Մենք ավելի քան երբևէ հիմա գործունյա ենք, բայց այն ինչ հաջողության, որ հասնում ենք, այն շնորհքները, որ կան մեր մեջ, մեր թիմի մեջ, դա Աստծո պարգևն է։ Ի վերջո մարդ տաղանդավոր է այնքանով, որքանով Աստծո մոտ կամ հեռու է։ Եվ եթե մեր ֆիլմերը ճամփորդում են մեզանից առաջ, եւ մենք հետևում ենք ֆիլմերին, եւ մեր ֆիլմերը փող են նախապատրաստում հաջորդ ծրագրերի համար, այո, դա քրտնաջանք, գիշեր-ցերեկ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է, որովհետև մենք փորձում ենք պրոֆեսիոնալ դաշտում գործել եւ գործել համաշխարհային կինոյի բոլոր օրենքների համաձայն, բայց ի վերջո այնուամենայնիվ այն ինչ որ հասել ենք դա Աստծո պարգևն է։ Իսկ Ջիվան Ավետիսյան ռեժիսորին ավելի շատ ճանաչում, գնահատում են դրսում, թե հայրենիքում։ Ես երջանիկ կլինեմ, որ ինձ ճանաչեն աշխարհի ցանկացած անկյունում եւ ցանկացած ռեժիսորի բաղձալի երազանքն է, որ իր ֆիլմերը ցուցադրվեն, ֆիլմերի միջոցով ճանաչեն, ոչ թե անձնապես,
ցուցադրվեն եւ ճանաչում ունենա ֆիլմերը աշխարհի ցանկացած անկյունում։ Բայց գիտեք որքան կարեւոր է, որ քո հայրենիքում դու լինես ճանաչված, գնահատված եւ իրապես ես ուրախ եմ, որ իմ ֆիլմերը դիտվում են թե մայրաքաղաք Երևանում, դիտվել են թե մայրաքաղաք Ստեփանակերտում, թե դիտվել են Արցախի հանրապետության հեռավոր գյուղերում։ Դու ով էլ որ լինես աշխարհի որևիցե մի փառատոնում, անկյունում, ինչ նշանակություն էլ, ինչ ճանաչում էլ ունենաս, դու պետքա ամեն ինչ ստեղծես այն երեխու համար, այն պատանու համար, ով քեզ նայելով համառություն ունենալու, ով քեզ նայելով գոտեպնվելու է եւ ասում եթե Ջիվանը կարողացավ անել, ես էլ կարող եմ անել։ Հպարտությունը որ այ նա իմ հայրենակիցն է եւ իմ հայրենակիցն է ոչ թե որ հեռավոր Լոս Անջելեսում, Գլենդելում կամ որևէ մեկ այլ տեղ։ Հիմա դրսում թե հայրենիքում։ Հայրենիքում պետք է լինես եւ ստեղծագործել։ Հայրենիքը ամենակարևորն է։ Հայրենիքը ամեն ինչից վեր։ Արցախի խնդիրը լուծվի, ամեն ինչ լավ լինի, ես կնկարեմ ռոմանտիկ ֆիլմեր, սիրո պատմություններ։ Դուք հավատում եք այդ օրվան։ Հիմա վախ չունեք, որ այդպես էլ չեք ռոմանտիկ ֆիլմերի։ Ես հիմա էլ եմ հավատում։ Կգա այդ օրը, որ ես այլևս խնդիր չեմ դնի իմ եւ թիմի առջեւ, որ մենք պետք է խոսենք Արցախի մասին, աղաղակենք ամբողջ աշխարհում, ստեղծենք ֆիլմեր, որ գալիք սերունդը իմանա այն անձերի մասին, ովքեր որ գնացել են խելահեղ ազնվորության։ Ես խորապես համոզված եմ, որ ես նկարել եմ իմ հանգստության համար գեղեցիկ սիրո պատմություններ, երբ որ այլևս անհանգստություն չեմ ունենալու հայկական հարցի վերաբերյալ։ Դա Աստված։ Ոչ միայն Արցախի, այլ հայկական հարցի վերաբերյալ։ Տարիներ առաջ ձեզ հարցրել են աշխարհի որ անկյունում կցանկանայիք ապրել, ասել եք Ստեփանակերտում։ Այո, Ստեփանակերտում, գիտեք, իմ պապական Խաչմաչ գյուղը ես ամեն օր տեսնում եմ։ Սև ծիծաղի տակ ես երազում եմ նստել, ես ցանկանում եմ դիտել Խաչմաչից անհավանական հեռուներ, հայացքը դուղելով քիրսին եւ այսպես լեռների վարակույրներին եւ տեսնել միայն հայության այնտեղ։ Ես երազում եմ։ Իմ երազանքը չի փոխվել։ Ես գիտեմ, որ մենք պետք է ուղղակի շտկենք մեր սխալները եւ սխալների շտկելու ճանապարհը դա աշխատելն է։ Մի վախ ունեիք հայրական տան կորուստը։ Հիմա ինչից եք վախենում։ Վախենում եմ, որ ինձ փոխարինողը, ով խոսելու է հայության մասին կինոյի լեզվով, չի լինելու այնքան համառ եւ չի խոսելու պատերազմի մասին եւ ապագայի հաղթանակները չի կերտելու ֆիլմերում, որովհետեւ պարտությունները մարդուն չպետք է կոտրեն, չպետք է մարդ վհատվի, տկարանա, չպետք է մարդ համարի, որ ամեն ինչ կորսված է։ Ընդհակառակը, պետք է մի պահ հետ նայի, գնահատական տա իր ապրածին արածին եւ նորից։ Դուք սիրում եք ոտքի վրա կանգնած լինել։ Ես սիրում եմ իմ ոտքի վրա ամուր կանգնել եւ իմ հայրենի հողում, իմ հայրենիքում, իմ հայրենիքը դա շատ մեծ քառակուսի մետրերով է չափվում։ 300,000 քառակուսի կիլոմետր եմ պատկերացնում ես իմ հայրենիքը։ Եվ ոչ թե միայն Արցախյան բաժինը կամ Հայաստանի Հանրապետության գործող տարածքը։ Ես սիրում եմ կանգնել։